Բարի առավոտ էլի բարեկամներ, մենք ուրախ ենք շատ, որ նորից միասին ենք եւ այս առավոտ նորից սկսում ենք մեր օրը Աստծո խոսքով։ Փառք Տիրոջը այս հնարավորության համար եւ այսօրվա մեր հյուրն է Մեսելի Ժորա Մրջոնյան եղբայրը, նա Աստծո տուն, Աստծո հայրական տուն եկեղեցու հովիվ է, հետաքրքիր է, կա Աստծո տուն, կա հայրական տուն, բայց կարծես թե երկուսն նույն Աստծուն հորն են պատկանում։ Մեսելի Ժորա եղբայր, որ շատ սիրում եւ հարգում եմ եւ այսօր նորից շատ ուրախ եմ Ժորա եղբայր, որ միասին ենք եւ եկար ընդունեցի հրավերը։ Միշտ հաճելի է լսել քեզանից Աստծո խոսքը, յուրահատուկ ինչ գեղեցիկ է, որ եղբայրների մեջ Աստծո խոսքը այսպես տարբեր գույներով, տարբեր հոտերով, տարբեր համերով են հնչում, երեք Տիգրաններ այստեղ շատ բուրըն հետաքրքիր զրույց ունեցան, շատերին թվաց թե մենք ընդդիմանում էինք իրար, բայց այդպես չի, մեկ երկրորդն էլ Տիգրան եղբայրը եթերից առաջ ասես դունած հարցեր տուր, որ դժվար է ինձ համար, մի քիչ շատ երևի համարձակվեցի, ինչևից է, շատ սիրում եմ Տիգրան եղբայրս էլ հատուկ է ինքը, հրաշալի անձնավորությունը, այո, Ժորա եղբայրը ճանաչում է, ինքն էլ մտերիմ է, Տիգրան, ինչ լավ է, չէ՞, սա բոլորս իրար հետ մտերիմ ենք, նույն պապա երեխեք, այո, փառք Տիրոջը, եւ այսօր հետաքրքիր կարեւոր մի թեմա, իդեպ ասեմ այս թեմայի շուրջ շատ չի խոսվում մարգարեության մասին է, մարգարեական այսպես իմաստուն իր մեջ եղիր մարգարե, փաստորեն սա վերաբերվում է յուրաքանչյուր վերստին ծնվածին, որ կարող է լինել մարգարե, բայց այսպես կարող ենք ասել, որ մենք մարգարեության մասին շատ քիչ կարծիք կամ շատ քիչ գիտություն ունենք, հա? Մի հարց եմ տամ, չգիտեմ մեջս հենց հիմա ծագեց Ժորա եղբայր, տարբերություն կա հին ուխտի մարգարեության եւ նոր ուխտի մարգարեությունների միջև։ Չգիտեմ թեմայի մեջ է, թե չէ, բայց սենց ինչ նախաբան կառուցեցին։ Նախ ողջունում եմ սիրելի ժողովուրդ, օրհնում եմ ձեզ, շատ հրաշալի է այս պահը, որ կարող ենք միասին կիսվել Աստծո խոսքից, Աբրահամ եղբայր ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Իմ համար միշտ պատիվ ու օրհնություն է, իդեպ ինձ համար էլ մի կիրակի առաջ երևի Աբրահամ եղբայրը մեր մոտ մեր եկեղեցում ծառայեց ու շատ հզոր ծառայություն ունեցանք, շատ օրհնված էինք։ Մենք ծառայության անունը դրեցինք Ջիգարով ծառայություն, որտեղ շատ sense ուրախ, օրհնված, շատ ժողովրդի մեջ ահագին թարմություն էր եկել, այսօր Աբրահամ եղբայր ջան պատրաստվի մյուս հրավերին։ Ես ինչքան տեսնում եմ, այո, կա տարբերություն հին կտակարանյան ու նոր կտակարանյան մարգարեների միջև, որովհետև բնական է նախ վերեսին ծնունդը չկար, մենք հիմա Աստծո զավակներ ենք, Աստծո որդիներ ենք, իր մոտեցումը հիմա իր մարգարեական ծառայությունը ավելի շատ քաջալերող ու բարձրացնող է, որ մեզ ավելի ոտի հանի, մեզ ավելի բարձրացնի, եկեղեցու շինության, չէ՞, այո, քաջալերանք, շինություն, մխիթարություն, որ եկեղեցին ավելի բարձրանա, ավելի առողջ լինի, որովհետև երբ որ եկեղեցին մարդը անհատը առողջ է, իր գործերն էլ բնական է բխելու են առողջ վիճակից։ Բայց այսօրվա իմ խոսքը ոչ թե մարգարեական պաշտոնի, մարգարե պաշտոնի կամ մարգարեություն անելու մասին է, այլ երբ որ մարդ իրայությունով է մարգարե, իր ներսի այդ մարգարեն է կարևոր, որ մարդը դառնում է մեկը, որ ինքը մարգարե է, երբ էս մտքերն եկան, երբ որ խորհում էի Սամուելի եւ Սավուղի վրայով, երկուսն էլ մարգարեանում էին։ Սուրբ Գիրքը գրում է, որ Սավուղն էլ մարգարեանում էր, ու գուցե ված չէր մարգարեանում, որովհետեւ ասում են միթե սա էլ է մարգարեների մեջ, նշանակում է ինքը ված չէր մարգարեանում, բայց ինքը մարգարե չէր։ Ինքը չդարձավ մարգարե, այն մարգարեն, որ Աստված ուզում է տեսնի, ինքն էր, չէ՞, որ խառնվեց մարգարեների մեջ ու սկսեց մարգարեանալ։ Շատ հետաքրքիր բան։ Ինքը սկսեց մարգարեանալ, երկու տեղ գրված է, որ մարգարեանում էր ինքը, ասենք ու շատերս կարանք մարգարեանանք, բայց արդյոք մենք եւ պաշտոն մարգարեն տարբերվում է, խոսքս դրա մասին չի։ Կան մարդիկ, որ Եփեսացի 4:11 մարգարե են իրենք, կամ ունեն մարգարեական կամ ունեն մարգարեական
մարգարեության այդ մարգարեության պարգևը Սուրբ Հոգու, որ առաջի Կորինթացիների 12-ում կամ պաշտոնն ունեն, որ Եփեսացիս 4:11-ում է գրված, խոսքս մարգարե էության մասին է։ Ինչ է մարգարեն։ Մարգարեն այն մարդն է, որ միշտ գալիս է Աստծո կողմից։ Ինքը ուղարկված է Աստծուց ինչ որ մի պատգամ բերելու։ Քահանայի ու մարգարեի տարբերությունը հիմնականում նաև սրա մեջ է, որ քահանան բարեխոս է ժողովրդի համար, մարգարեն գալիս է Աստծուց պատգամով։ Այսինքն մարգարեն մի մարդ է, որ ճանաչում է Աստծո սիրտը, գիտի Աստծո սիրտը ու եկել է Աստծուց ինչ որ մի բան բերելու։ Ինձ համար Եղիան ու Եղիսեն որպես մարգարեներ մյուսներից տարբերվում էին ինչով՝ մի կարևոր բառով, որ երկուսն էլ ասում էին։ Եղիան ասում էր կենթանի է Տերը, որի առաջ ես կանգնում եմ։ Եղիսեն ասում էր կենթանի է Տերը, որի առաջ ես կանգնած եմ։ Այսինքն մշտական, ավելի առաջ էր գնացել, ինքը դուրս էլ չէր գալիս ըններից։ Միշտ։ Հա, ֆիզիկապես իր մարմինը դուրս էր գալիս, գործում էր, բայց իր հոգին մնում էր այդտեղ։ Իր հոգին մնում էր այդտեղ, ինքը միշտ անդադար Աստծո հետ կապի մեջ էր, անդադար Աստծո հետ էր, Եղիան էլ կանգնում էր Աստծո առաջ ու դուրս էր գալիս։ Մարգարեն նա է, ով Աստծո կողմից է գալիս։ Օրինակ Սուրբ գրքում եթե նայենք մշակների եւ ծառաների տարբերությունը որն էր։ Մշակները չէ, այգին տեսան, մնացին այգում, մի անգամ հանդիպեցին իրանց այգու տիրոջը, մի անգամ հանդիպեցին, հրաշալի էր, մնացին այնտեղ, ծառաները ուղարկվում էին տիրոջ կողմից։ Ասում մի հատ ծառա ուղարկես որ մշակներին ասի, մի հատ նրանք միշտ գալիս էին տիրոջ մոտից։ Մարգարեն նա է, ով չի մոռացել Աստծո տեղը, ով շարունակում է գնալ Աստծո մոտ, ով չի տարվել այգով, ով չի տարվել եկեղեցով, ում չի տարել ծառայությունը, մարդը շարունակում է մտածել ես պետք է գնամ Աստծո մոտ ու Աստծո մոտից գամ։ Ու մարգարեն հենց սա է, որ ինքը ունի է սիրտը մոտենալու Աստծուն, Աստծո հետ շփվելու, երբ որ ես ասում եմ եղիր մարգարե, հիմնական սա նկատի ունեմ, որ մենք գուցե մեր գործերով, մեր ծառայություններով զբաղված մենք մոռանանք ամենակարևորը՝ գնալ նրա մոտ, մոտենալ նրան, ունենալ նրան վառվող Աստծուն ունենալ ներսում, Աստծո վառվող կամքը ունենալ ներսում, Աստծո վառվող խոսքը ունենալ ներսում, ու ոնց երեք Աբրահամ եղբայրն էր ասում, չէ, խոսքը ներսում, եւ Տիգրան եղբայրն էր ասում զգացմունքն էլ, երկուս իրար հետ միասին, sense վառվող զգացմունքներով, ես հիշում եմ մի ուսուցիչ ունեինք, Քլենդենեն, ասում էր մարգարեն նա է, ով գալիս է փրփուրը բերանին։ Այսինքն Աստծո մոտից այնձևի մի խոսք է ստացել, որ ներսը երրում է ոնց Երեմիան, որ չասի կմեռնի, արդեն գոլորշին բերնից երևում է։ Ես իհարկե չեմ ասում, որ մարգարեություն անելուց մարդը պետք է ձևը լինի, չէ, մենք կարանք շատ հանգիստ լինենք, բայց երբ որ դու Աստծուն ես հանդիպել, խոսքս այդ մարգարեի մասին է, ու դու գալիս ես Աստծո մոտից նոր խոսքով լցված, որ դու մի նոր հանդիպում ես ունեցել ու իր կամքը նորովի ես սկսել ճանաչել, դու լրիվ ուրիշ մարդ ես դառնում։ Ու ես կուզեմ մի քանի կետեր ասեմ, որ Սամուելի եւ Սավուղի տարբերությունն էր, որտեղ Սավուղն ձևել մարգարե չդարձավ, իրան ավելի շատ ձգեց իր շահը, իր աթոռը, իր շահը։ Կարող ենք ասել, թե պետք կարող էր դառնալ։ Իհարկե, սա բոլորիս է տրված, ոչ, խոսքս չի վերաբերում պաշտոնին։ Պաշտոն մարգարեները տարբեր են, իրանք յուրահատուկ են, ոչ բոլորը պիտի պաշտոնով մարգարե լինեն։ Մարգարյանալ կարող ենք բոլորս, այն չափով, ինչ չափով հոգին ներգործում է։ Մարգարեն պաշտոնը իծն է, որ մարդը վերեսին ծնունդի ժամանակ արդեն կարա իմանա, որ ինքը մարգարե է, առաքյալ է, հովիվ է, թե ուղղակի բարեխոս է, ինքը իմանում է այդ ժամանակ, բայց սա կանչ է Աստծուց։ Խոսքս գնում է էությամբ մարգարեի մասին, ով Աստծուն է ճանաչում ու Աստծուն է բերում։ Հարց կարող եմ տալ, օրինակ կարող ենք ասել, երբ որ խոսքը հայտնությունով է մատուցվում եւ խոսքի խորություններով, իր խորություններով, չերևացող մասը, հոգեվոր մասը, որը դեռ բաց է, դա է կարող է լինել մարգարեություն։ Այո, անպայման։ Հենց մարգարեն կարա ունենա մի հատ ուժեղ պատգամ Աստծուց, ու այդ պատգամն իր ամբողջ կյանքի ընթացքում բերի, բայց այդ պատգամը երբեք չհինանա, որովհետև ինքը շարունակում է կապ պահել Աստծո հետ ու շարունակում է Աստծուց բխած այդ պատգամը փոխանցել։ Ասենք ու շատ կարևոր է որ
հիմնական միտքն էսի է, որ ինչքան է իմ մեջ տպված Տերը։ Ու առաջի համեմատությունը, որ ես կուզեմ ասեմ, Սամվելի եւ Սավուղի, Սամուելը գալիս էր խորանից, Սավուղը գալիս էր արտից։ Սուրբ Գիրքը գրում է, երբ որ Սավուղը Սուրբ Հոգին իջավ Սավուղի վրա, Սավուղը արտից էր գալիս։ Երբ որ Սամուելի մասին ենք կարդում, մենք տեսնում ենք Սամուելը միշտ գալիս էր խորանից։ Ինքը գալիս էր ներկայությունից։ Ինչն է ինձ Աստծո մարգարե դարձնում, այն որ ես շարունակում եմ խորան գնալ։ Խոսքս եկեղեցի հաճախելու մասին չի։ Խոսքս Աստծո ներկայության մեջ մտնելու մասին է։ Եկեղեցի հաճախելը շատ լավ բան է, բայց մի հատ հրաշալի քարոզիչ կար, ասում էր ինձ եկեղեցի մտնելը հոգևոր չի դարձնում, ոնց գարաժ մտնելը մեքենա չի դարձնում։ Եկեղեցի գնալը շատ լավ է, շատ կարևոր է, շատ պետք է, բայց գալ, չհանդիպել եկեղեցում ապրողին, չհանդիպել նրան, ով այս խորանի մեջ ապրում է, Աստծո հետ չունենալ հարաբերություն, նշանակում է դու շատ բան կորցրեցիր։ Կսխալվեմ, եթե խորան բառը փորձենք մեկ բանել այսպես, խորհել, մուտք, եւ խորհել, այո, շատ սիրուն է, խորան բառը խորհել նույն նման են իրար, շատ սիրուն է, Աբրահամ ջան, ու հենց էդ է, որ մարդը խորհում է, մարդը հանդիպում է Աստծուն, չէ, մենք տարբեր էության մարդիկ ենք, մեկը զգացմունքային է, մեկը ավելի շատ մտածող է, չէ, ամեն մեկս ինչ որ մի ձև ունենք Աստծուն հանդիպելու, Աստծուն մոտենալու ու շատ կարևոր է, որ հիմա վարդապետը ավելի շատ մտքով է մոտենում, չէ, մարգարեական մարդիկ ավելի շատ զգացմունքով, ինքը խառն է, տարբեր է, էականն է, որ Աստված ու մարդ հանդիպում են իրար, կարևորն էսի է, սա անպայման հետևանք է թողում ու մի հետևանք, որի մեջ դու սկսում ես իրան ցույց տալ, ամենակարևորը սա է, այսինքն Սամուելը Աստծուն ճանաչող մարդ էր, Սավուղը Աստծո գործերի միջի մարդ էր, Սամուելը կենտրոնացած էր Աստծո վրա, որ ճանաչեր իրան, որ ավելի մոտենար, ով է մարգարեն, մարգարեն այն մարդն է, որ ճանաչողությունը ամեն օր շատացնում է, ինքը ամեն անգամ մոտենալով Աստծուն նորովի է ճանաչում, ինչ որ մի բան իր ներսում սկսում է փոխվել։ Ստեղ ժողովուրդը մի հարցել եմ ուզում բացառասեմ, շատ գեղեցիկ է, իրոք շատ կարևոր թեմա։ Նայ, մենք ուզում եմ այսօրվա իրականությունից էլ խոսանք, կապենք։ Տեսեք, քրիստոնյաների տեսակ կա, որ իրենք սիրում են Տիրոջը, եկեղեցի հաճախում են, լրիվ այդ հոգևոր արարողությունները, բայց մի հատ խնդիր կա։ Դու որ այս վերնագիրը ասացիր, դա մտքովս անցավ, եղիր մարգարե։ Կարծում ես, որ եղիր մարգարեն ոչ միայն ուղարկված է, մինչև ուղարկվել Աստծուց, ինքը իր համար է մարգարե, ինքը իր համար է մարգարյանում։ Շատ խորն է, շատ ուշ է։ Այն իմաստով, որ դա նաև գիտություն է, այսինքն դու դառնում ես մեկը, որ կարիք չունես միշտ ամեն փոքրիկ բաների համար հարցնելու հովիվից։ Իհարկե։ Այսինքն եթե դու առաջնորդվում ես միայն հովիվի ասածով, դու այդ մարգարեն չես, դու դեռ չես բացահայտել։ Կներես, էսի հարցել է, ինչ կասես։ Իհարկե, Աբրահամ ջան, ես համաձայն եմ։ Վերջապես ասելով գնալ Աստծո մոտ, մենք խոսում ենք 5 կտակարանի լեզվով, չէ՞, որովհետև Սամուելի ու Սավուղի մասին ենք խոսում, խորան գնալ, բայց նոր կտակարանում արդեն ոչ թե գնում ենք, այլ մեր ներսում ասա, Սուրբ Հոգին է։ Այսինքն քո հարցերի լուծումն է դու գտնում ես։ Իր հետ ես դու։ Դա էլ է մարգարեություն։ Իհարկե։ Հենց սա է մեզ դարձնում մարգարե, որ մենք իրան սկսում ենք ճանաչել, իր կամքով սկսում ենք գործել։ Երեք Տիգրան եղբայրը զգալ բառներ ասում լսելու փոխարեն շատ մտածելու տեղիք էր տալիս, շատ սիրուն էր։ Ասենք ու ես էլ մտածում եմ, որ ինչն է ինձ մարգարե դարձնում, երբ որ ով է մարգարեն, Աստծո կամքը գիտի փոխանցում է, չէ՞։ Աբրահամ եղբոր ասեց, հիմա նախ եւ առաջ ես ինձ փոխանցեմ էդի, իմանամ, վերցնեմ, հա։ Խորանի առաջի մարգարեականի իմաստն է, որ ես մտնում եմ դրա մեջ ու ես սկսում եմ փոխանցող դառնալ։ Ինչն եմ փոխանցում, ոչ թե ուղղակի բառերը,
մենք շատ անգամ մարգարե ասելով հասկանում ենք մեկը գա ասի կորոնավիրուսը երբ է բրծնելու, չէ, ժամանակ այս ինչը երբ է ալնելու, կռիվ կլինի թե չի լինի, այս իր տեղը, այս էլ կա մարգարեական ծառայության մեջ, բայց իմ ասած մարգարեն, որ ներսից մարգարե է, ինքը փոխանցում է ոչ թե Աստծուն, այլ փոխանցում է հենց Աստծուն, ոչ թե ինչ որ խոսքեր է փոխանցում Աստծուց մենակ, սա էլ է լավ, բայց ինքը ճանաչողություն է փոխանցում ով Աստված, գուցե իր հետ շփվես այդ մարգարե մարդու հետ, ով որ իր ներսում Աստծու հետ հանդիպել է, ու դու զգաս Աստվածը ողորմած Աստված է, զգաս Աստված սիրո Աստված է, մի պահ զգաս չէ, Աստված նաև խիստ Աստված է, ինչի համար ինքը փոխանցում է ոչ թե կրոնը, ոչ թե իր կիտացունքերը, այլ իր ճանաչողությունն է սա փոխանցում, դու ասում ես իսկապես է ձևա, տեղեր է եղել, որ ասենք քարոզել ես մի բան, որ մտածում ես այս եկեղեցու համար այս քարոզը իրանք կարող է չընդունեն, բայց դու տեսնում ես իրանք ընդունում են էդի, ինչի համար թեկուզ իրանք սովոր են լսել ուրիշ բան, բայց զգում են, որ գալիս է հորից, ու իրանք չեն կարա էսի չընդունեն, ես ինչի համար եմ սա ասում, մի հատ կարճ օրինակ ես վերջերս, որ իմ կյանքում եղավ, մի երևի, կարող է մի 10 օր 20 օր անցած լինի, ես գիշեր 12-ի կողմերն էր գիշերվա աղոթքի ժամանակ մի հատ sense խոսք ստացա բառակապակցություն, համրերի զրույցը։ Ու ես ասում Տեր Աստված, ինչ է նշանակում համրերի զրույց, ասենք մենք սովորենք խոսացողների զրույց։ Հետաքրքիր է հիշեցի Աննա Մարգարեհուն, որ լուր աղոթում էր։ Ու հիշեցի հայտնության մեջ, որ գրված է Աստված կես ժամի չափ լուր եղավ, չէ՞։ Ինչի համար էր նախ Աստված լուր։ Աստված այդ րոպեին աղոթքներ էր բարձրանում, Աստված ասեց մի րոպե լուր մնացեք, գոնե կես ժամ, ինչ եմ ուզում, ասում է հրեշտակը խունկ բերեց, դրեց կրակի վրա, կրակի վրայից խունկի հոտը սկսեց բարձրանալ։ Աստված ասեց չեմ ուզում լսեմ ձեր աղոթքը, ուզում եմ հոտոտամ ձեր աղոթքը։ Ասում է դա սուրբերի աղոթքն էր։ Ուզում եմ հոտ քաշեմ, ոչ թե լսեմ ինչ եք ասում։ Հոտ քաշեմ, ինչ հոտ է գալիս ձեր աղոթքից։ Արդյոք իմ որդու հոտը գալիս է ձեր աղոթքից։ Օրինակ բանի մասին, որ հոտի մասին խոսացի, ես մի քարոզ եմ հիշում, որ եղբայրը քարոզում էր, ասում էր տարտունջից փիս հոտ է գալի, վատ հոտ է գալի։ Հետաքրքիր է։ Այ հիմա որ դու այդ ասացիք, ես հիշեցի դա։ Եվ իրոք երբեմն մեր աղոթքի մեջ տրտունջ կա, մենք էլ չենք նկատում դա։ Տրտունջ կա, նախանց կա, կարատելությունը լինի, չներել, անձնակենտրոնություն, շնորհակալ եմ Տեր, որ ես մեղավորի նման չեմ, ես սուրբ եմ, շնորհակալ եմ, որ դու տվիր ինձ այսքան շատ բաներ, ոչ մեկին չտվիր, իսկ ինձ տվիր, չէ՞, մարդկային։ Դրանից լավ հոտ չի գալիս։ Իհարկե, դրանից լավ հոտ չի գալիս։ Աստծուն հետաքրքիր է, ինքը ասում է մի պահ լռեք, տեսնեմ ձեր շարժարիտներից ինչ հոտ է գալիս։ Ու Աստված սկսում է հոտ քաշել, որտեղ ինքը համր է։ Երբ որ Աննան սա հասկացավ, Աննան ասեց ես էլ համր կլինեմ։ Գնամ իմ Աստծո ներկայության մեջ ուղղակի լուր։ Հա։ Ու ես մտածեցի ասի Տեր ինչի համար էս համրերի աղոթքը։ Ու ես հիշեցի մեր Արցախում մի հատ համր զույգ կար, ամուսնացել էին խուլու համր էին ծնե երկուսն էլ կարծեմ փոքրուց։ Խոսել չգիտեին։ Երբ որ ամուսինը խոսում էր, ինը համակ ուշադրությամբ նայում էր, որ միմիկաներից որսար, ինքը ուսումնասիրում էր իր ամուսնուն։ Երբ որ ես տունը խոսում եմ, Սիլվան Կարատանը գործանի կինս, չնայում դեմքին, որտեվ լսում է, չուսումնասիրի ինձ։ Ինքը լսում է ինձ, հերիք է էդի, նույնը ես։ Մենք կարանք հիմա իրար հետ զրուցել ու սպահիտա գլուխներս կախենք իրար չնայենք։ Բայց Տերը ոնց որ ինձ ասել, երբ որ գալիս ես իմ ներկայության մեջ, մեկ-մեկ թող ամեն խնդրվածք ինձ ուսումնասիրի։ Համրի նման է, ուղղակի արի ինձ ուսումնասիրելու համար, արի ինձ ճանաչելու համար։ Ինչի համար ամեն անգամ երբ ես Աստծո իմ ներսի սենյակից, որ Աստծո հետ շփվել եմ, դուրս եմ գալիս, ես չասեմ այսօր Աստծուն նորովի ճանաչեցի։ Այսօր տեսա ինչքան ողորմած Աստված է, ինչ բարի է։ Երբ որ Մովսեսը Աստծո ներկայությունն անցավ, Մովսեսին ասեց իմ ամբողջ բարությունով քո առաջից կանցնեմ։ Ու Մովսեսը տեսնում էր այս բարությունը, Աստծո մեծությունը, ինքը սա էր տեսնում։ Հետաքրքիր է, Եսայի մարգարեն էր, չէ՞, որ եթե չեմ սխալվում, այդ Աստծո ներկայության մասին խոսում է, ասում է երկրաշարժ եղավ,
Եղիան։ Եղիան, բայց ասում Աստված դրա մեջ չէր, չէ՞, այդ հատվածը։ Այո, եւ միայն նրա մեջ էր, երբ որ կար հանդարտություն, մեղմ զեփյուն, հանդարտ լռություն եւ հանկարծ նկատվում այս դու դրա մասին ես ասում։ Այո, ես որ պիտի գնայի կապան ծառայելու, չգիտեմ ժողովրդի գիտի թե չէ, 2001 թվականին մենք ընտանիքով տեղափոխվեցինք որպես միսիոներական ծառայողներ Կապան քաղաք Արարատից։ Ես ուզում եմ իմանալ Աստծո կամքն է իմ գնալը թե չէ։ Կես ժամ 20 րոպե Աստծո ներկայության մեջ նստելուց հետո լռություն տիրեց, հանդարտ մի հատ ու երկու նախադասություն այդ լռության մեջ։ Եթե դրանք չլինեին, այդ լռությունը չլներ, ես չէի ունենա առաջնորդություն։ Ու այդ երկու նախադասություն, եթե հնազանդվես, երկրի բարիքը պիտի ուտես։ Ու երկրորդը քեզ ուղարկում եմ կաթու մեղր բխող երկիր։ Երբ որ գնացի նոր իմացա, որ իսկապես Կապանը մեղրի երկիր է եւ այլն, մեղրը մեր տունը մեր եղբայրներից Եփրեմ եղբայրը մեղր էր պահում, մեղու էր պահում, ամեն տարի մի բիտոն մեղր, մեծ բիտոն մեր տունն էր։ Մեղրը բխում էր, այո, բխում էր։ Աստծո խոսքը Աստված իր խոսքի մեջ է, բայց հենց սա է, ես արդյոք մտնում եմ Աստծո ներկայության մեջ որպես համր շատ անգամ։ Ոչ թե մտնում եմ ուղակի Տերես խնդրանքը կա, էսի կա մի քիչ գոհանանք, մի քիչ փառաբանենք, սրանք լավ բաներ են, պետք են, բայց մեկ լուր մնալ ուսումնասիրելու համար, ով ես դու Տեր։ Իմանալ իրան, ճանաչել իրան, փորձել ճանաչել Աստծուն։ Էսի շատ կարևոր է։ Առաջինը սա է։ Աբրահամ եղբայր ջան, երկրորդը որ կար, մարգարեն իրայությունով այն մարդն է, որ Աստծո քարը տեղաշարժում է։ Երբ որ Սամուելը իր ծառայությունն արեց ու մեծ հաղթանակ տարավ, շատերը գիտեն այդ պատմությունը առաջի թագավորաց 7-ում, ինքը մի հատ քար է վերցնում, այս քարը տանում դնում է այնտեղ, որտեղ հաղթանակն եղավ։ Ու ասում է Աստված օգնեց մեզ մինչև ստեղ, այդ վայրի անունը կոչվում են Աբենեզեր։ Օգնության քար, Աստծո օգնության քար, որ Աստված օգնեց մեզ մինչև ստեղ։ Այսինքն մինչև հաղթանակ Աստված օգնում է։ Որ քարներ դա, իհարկե նույն քարը չէր, բայց փոխաբերական իր հայրերից մեկը նախահայրը Հակոբը քար էր դրել ու անունը դրել էր Բեթել։ Այդ քարի անունը դրվել էր Բեթել Աստծո տուն ու ոչ մեկ քար չէր տեղաշարժում, որտեղ այդ քարը տեղերը տեղ պիտի կառուցվեր, բայց մարգարեն անձնավորությունն է, որ ասում է քարը, Աստծո արքայությունը պիտի տարածվի, պիտի թռիչք կապրի, եկեղեցին պիտի թռիչք կապրի, եկեղեցին պիտի չմնա իր նախկին վիճակի մեջ։ Նրանք, ովքեր ուղակի սավուղի նման մարգարեացողներ են, նրանք ասում են մեր հայրերը հիմքը դրել են, ոչ մի դեմ բան չունեմ այդ հիմքի դեմ, դա հրաշալի հիմք է, որ մեր հայրերը դրել են, բայց իրանք ասում են մեր հայրերը սենց քարոզել են ու մենք մնում ենք սրա մեջ։ Մարգարեն ասում է Աստծո տունը թռիչք պիտի ապրի, նոր տարածքներ պիտի գրավի արքայությունը չի կարա մնա միտեղ կլճանա։ Ու իրանք վերցնում են Բեթելի քարը ավելի հեռու են տանում։ Ոչ թե ճիշտ հիմքից են կտրում, սխալ չհասկանաք, այլ իրանք մտածում են Աստծո ճանաչողության մեջ մենք պիտի աճենք։ Մեր հայրերը մեզ տվել են էսի, ես հասել եմ ստեղ իմ բաժինը որն է, ես ինչ պիտի անեմ, ինչի համար ես Աստծուն նորովի չճանաչեմ։ Ու հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր մարգարեն հոգիով, իրանք ուզում են տանեն Աստծո հայտնության նոր տեղ, հաղթանակների նոր տեղ, նրանք սկսում են քարոզել որն է հաղթանակը, հարությունը, չէ։ Մենք այսօր կարանք նորից շարունակենք քարոզել ապաշխարություն։ Ես ուզում եմ ինձ սխալ չհասկանաք, ապաշխարությունը միշտ պիտի քարոզվի։ Ինքը կարևոր բան է, խոսքը դրան չի վերաբերում։ Եվ փրկություն, շատ են քարոզում փրկության մասին։ Այո։ Բայց դա անցած էտապ է։ Հա, դա արդեն մեր սեփականությունն է, դա քոնն է, այսինքն դու դա արդեն վայելել ես։ Այո։ Փորձառաբար։ Այո, ես այսօր փրկվել եմ, բայց փրկությունը մի ամբողջ փաթեթ էր, որի մեջ կար այնքան բաներ, որ ես այսօր չեմ ճանաչում։ Եվ դեռ շարունակում։ Հա, ու ես պիտի բացահայտեմ դրան։ Այո։ Ու երբ որ բացահայտում ես քո Բեթել քարը, ավելի հեռու է գնում, ինքը սկսում է տարածվել, ինքը գնում է առաջ։ Այսօր կարող է մեկը քարոզի շնորհք, չէ՞,
Միանգամից իր հարցերը լուծեն, ինչի համար է շնորհք քարոզում, դու սխալ ես քարոզում։ Կարելի է մի պահ նայել, գուցե սա այդ մարդու թռիչքն է հոգևոր, որ Աստված տվել է իրան։ Ինչի համար եկեղեցին մնա մենակ այն հիմքի վրա։ Լավ, վերցնենք եկեղեցի չասենք, անհատը, հոգևորը, ամեն մեկս որ լսում ենք հիմա, մենք Աստծուն ճանաչել ենք, մենք Աստծու հետ հանդիպում ենք ունեցել, ամեն մեկս գտնվում ենք մի մակարդակի վրա։ Աստված մոտենում է բոլորիս։ Ինքը ուզում է բոլորս թռիչք ապրենք ավելի հեռու, նոր հայտնության վրա, նոր ճանաչողության վրա։ Ես ես վերջերս աղոթքի ժամանակ մի հատ տեսիլք տեսա, հետաքրքիր էր, մի հատ սիրուն արդ էր, շատ սև, բարի հող էր արտը, էդի մեր բոլորի եկեղեցիները, վիճակը, որ կանք բարի հողը, սերմեր էին ցանված, շատ առողջ լավ սերմեր, սրանք մենք էինք ամեն մեկս, ու Տերը մոտեցել էր, որ ջրեր։ Ու հետաքրքիր էր, որ ես մտածում էի ոնց են ջրում արտը, չէ, արտը ջրում ես, բոլորը ջրվում են, Տերը ձև չէր մոտեցել։ Իրա ձեռքին կար թափանցիկ տոպրակներ ջրով լցված։ Ինքը մոտեցել էր ու շադիր նայում էր սերմերին։ Այն սերմերը, որ ձգտում էին իրան, փափագում էին իրան, վերև էին նայում, ուզում էին հասնեին ավելի բարձր, ինքը դրանք ջրում էր։ Մյուսները, որ տարված էին հոգսերով, խնդիրներով կամ իրանց վիճակով գոհ էին, ոնց Սավուղը իր կյանքը կառուցեց իր աթոռի շուրջը, բավարարված է, ինքը իրանց չէր ջրում։ Իրանք էլ էին ջրվում այն ջրով, որ այս սերմի համար էր, բայց դա ոնց որ երկրորդ ձեռք էր։ Առաջի ձեռքին է չէր։ Ընտիրները որպեսի Երևան։ Նրանք ովքեր ձգտում էին իրանց համար հատուկ տոպրակը բացում էր ու ջուրը լցնում էր սրանց վրա։ Սուրբ Հոգու հեղում է սպասվում։ Սուրբ Հոգու հեղումը կգա նրանց վրա, ովքեր սիրում են թռիչք ապրել, ովքեր սիրում են տարածվել, ովքեր սիրում են առաջ գնալ։ Ինչի համար մենք այսօր շարունակենք մնալ մի վիճակի մեջ, գիտեք, Հիսուսն ասեց, դևը որ դուրս է գալիս, անջուր տեղեր է գնում։ Այսօր ամբողջ խնդիրն է, որ անջուր տեղերում քրիստոնյաներ չկան։ Դևը դրա համար կարողանում է գնա։ Մենք սիրում ենք ջրոտ տեղեր, եկեղեցին կա, ամեն ինչ կա, այստեղ մի հատ հայտնություն ենք ստացել, լավ է, մեզի ջրում է, մենք չենք սիրում թռիչք ապրել։ Հիմա խոսքս ոչ միայն ճանաչողության, այլ նաև ավետարանչական, մեր միսիոներական մտածելակերպին, որ ինչի համար ես Աստծո քարը, Աստծո արքայությունը չտանեմ մի հատ գյուղ, որտեղ չկա դադար։ Ու գուցե դևերն ընդեղ իրանց հանգիստ են զգում։ Ինչի համար, որտեղ ես ընդեղ չեմ։ Ինչի համար ես այդ թռիչքը չապրեմ, ինչի համար ես չգնամ, չտանեմ, չտարածեմ Աստծո խոսքը։ Երբ որ մենք սա չենք անում, արքայությունը մնում է տեղում։ Ճշմարիտ մարգարեն իր ներսում մի հատ կրակ ունի վառվող, որ արքայությունը ստեղ պիտի չմնա։ Թե հոգևոր առումով նոր ճանաչողություն, նոր մակարդակ պիտի գնա, թե ֆիզիկական առումով նոր տարածքներ պիտի գնա, բայց արքայությունը պիտի տարածվի։ Այն ազնվորությունը, որ մարգարե չի, ինքը սա չունի իր ներսում, ինքը սա չի զգում իր ներսում, ինքը ասում է ստեղ լավ է, Աչս քաշած, հա, մեր հովիվը կա, հա, ինքը քարոզում է, կգնանք, կլսենք, հա, ես գործեր ունեմ, ինքը իր մեջ չի վառվում այն կրակը, որը մղում է նրան, ով կջրի իրան, ու մղում է նոր տարածքներ նրա համար գրավել։ Ստեղ այս բառն է շատ հարիր է, նախանձավորություն, նախանձավոր լինել Աստծո արքայության համար։ Նախանձավորությունը բխում է Աստծո կրակից։ Դա շատ հզոր բան, այդ նախանձը գիտես ինչ է, ներսիցդ քեզ ուտում է, մի քիչ կոպիտ Տերներ ասում, չէ՞ քո նախանձ ինձ գերավ։ Լավ իմաստով։ Հա, իհարկե, դու չես կարող հանգիստ լինես։ Զարմանալի բան է, գեղեցիկ բան, սա էլ է ցուցիչ, կարող ենք ասել, որ սա ցուցիչ է, որ դու առաջ ես գնում հոգևոր կյանքում։ Երբ որ 2001 թվականի սկզբին ինձ իմ ամենամոտ ընկերներից մեկը, մեր Արարատ եկեղեցու Գևորգ եղբայր ասում էր, Ժորա ջան, խի ես ուզում գնաս։ Կապան, որ ուզում էին գնայինք, ասում է, եթե մի քիչ էլ մնամ, ես կմեռնեմ։ Ներսս ճահճացել է, ես չեմ կարող սենց ապրել։ Այսինքն գալիս է մի հատ վիճակ, այդ նախանձը Աստծո համար, այդ կրակը Աստծո համար, որ դու հասունացել ես, դու աճել ես, դու չես կարող մնասել այդտեղ։ Ոչ թե որ այդտեղ աճած չի, չէ, դու քո համար ես աճել։ Դու քո ընթացքի համար էլ չես կարող մնաս այդտեղ։ Դու պիտի գնաս, ինչն է մղում քո ներսի կրակը։ Այդ ժամանակ է երևում, որ դու ներսից մարգարե ես դառնում, երբ որ ներսումդ այդ կրակը վառվում է։ Մտքից մի նախադասություն եկավ, ինչքան քիչ բան ամես պետք։ Այո,
մարգարե մարգարեություն անելու համար լավ իմաստով որովհետև Տեր ասում է քչի մեջ եթե հավատարիմ լինես սա էլ է այսինքն մենք երբ ասում ենք մարգարե մենք Եսայի մարգարե ենք մտածում Եղիա ենք մտածում յանի իրանք երկու աշկ երկու ձեռք չունեին մեր նման մարդիկ էին անում չէ վերջը իրանց դեմ ոչ մի խաղ չկար կներես այս բանի համար բայց արի ուտես որ մարգարեություն անելու համար շատ քիչ բան ապել այո շատ ճիշտ է Սաբրան ընդամենը նվիրում ճանաչողություն եւ հպվել իրան այս հպումից է գալիս իմ ձեռքը շատ անգամ կպել է տաք մի բանի ես ամիսներով այդ ցավը չեմ մոռացել երբ որ հպվում ես Աստծուն դու ամիսներով չես մոռանա այդ հպման հետևանքը կոներսում այդ այրոցը կմղի քեզի ոչ թե ցավ որպես ֆիզիկական առումով ներսի մի հատ մղող մի բան որ քեզ մղում է ու դու չես կարա առանց դրա ապրես ես շատ անգամ երբ որ ինձ ասում էին Եղիանը չէ ոչ թե ասում էին այլ կարդում ենք Եղիան մեր նման կիժքերի ենթակա մարդ էր ասում եմ մնում է մենք Եղիայի նման կիժքերի ենթակա մարդը լինենք Եղիան մեր կիժքերից ուներ մենք իր կիժքերից ունենք որն է իր կիժք այդ նախանձը քո համար նախանձ ունեցա ժողովուրդ չգիտեմ դու նկատել ես քո հոգևոր կյանքում վստահ նկատած կլինես որտեղ դրանք մեզ մտածելն են տալի երբեմն ձանձրույթ է գալիս ձանձրանում ես երբեմն թուլություն է գալիս ու դա նրանից է որ այդ հպումի արդյունքում չի բորբոքվել մեր մեջ այդ փափագը ցանկությունը նախանձավորություն ասո փառքի համար երբ որ սա մարում է այո ուրեմն ֆորման մնում է բայց մեջը զորություն չկա այդ իմաստով ասում է կերպարանք ունեն բայց զորությունը ուրացել են այո մեզ պետք է այդ ժամանակ երբեք ուշ չի հենց հիմա էլ կարելի է մտնել ներս պապ խոսալ իրեն հպվել իրեն շատ կարևոր է սպասել մի քիչ համար լինել չմտնել աղոթքի ես լռությունն էլ աղոթք իհարկե ինչպես դու ասացիր մեր մենյուն ներկայացնում ենք Աստծուն գնում ենք Կենիա կնի ինչի համար ես չնստեմ իրան ուսումնասիրեմ գուցե Տերը ինձ մի բան ունի երբ որ լսեցի ինձ կապան ուղարկեց երբ որ լսեցի ասեց համրերից զրույցը նախադասություն ու շատ sense բաներ են եղել երբ որ դու թույլ ես տալիս ինքը քո մեջ մի բան է անում հեղափոխություն քո ներսում ապստամբություն է տեղի ունենում լավ իմաստով որտեվ մեր բոլորի ներսում դեռ կան բաներ ես ինչի համար օգտագործեցի նաև համ հեղափոխություն համ ապստամբություն որտեվ կան բաներ որ դեռ ոչ աստվածային իշխում են մեր մեջ այսինքն ըմբոստանում ես բաների դեմ որոնք արգելք են վախ հասկացա լրիվ նման բաներ կան որ ես իմ ներսում երբ որ Տերը Հովհաննեսի 9-րդ գլխում կույրին բժշկեց ցեղ քսեց ասես գնա լվացվի ինչի համար որ երբ որ աչքերը բացի լվա ջրի մեջ առաջին իրան տեսնի ինքն իրան գտնի որտեվ դրանից հետո էր երկրպագությունը պետք գիտեք Աստծուն պետք էր Հիսուսին որտեվ այդ կույրը որ բժշկվեց հետո եկավ երկրպագեց Տիրոջը իրան պետք էր որ ոչ թե այս մարդու միջի վիճակը իրան երկրպագի մեր շատ երկրպագություններ մենք չենք մենք շատերս մեր անհատականությունը դեռ չենք վերականգնել երբ որ ես երկրպագում եմ Աստծուն մեջը խառը վախ կա կասկած կա եւ այլն հոգսեր կան նման բաներ երբ որ ես գտնում եմ ու մենք որպես մարդիկ շատ հզոր ենք Եթե ես իմ անհատականության վրա կառուցված մարդ եմ, ճանաչում եմ, հովվի վախը չի, հովվի ասասները չի, պապայի տված ավանդույթները չեն, երբ որ Տերն ասում էր ատեք ձեր հորն ու մորը, նկատի չուներ անձերին։ Նկատներ, եթե մինչև անգամ իրանց դրվածքները, որոնք շատ դրվածքներ սխալ են, եթե դու դրանք չատեք, իմ հետևից չեք կարա գաք։ Դրվածքներ կան, որ մեր մեջ ապրում են ու մեզ թվում է դա մենք ենք։ Երբ որ դու սկսում ես կառուցվել քո անհատականության վրա, որպես Աստծով ազատ մարդ, այդ երկրպագությունը կայծա, կրակա։ Ինքը ճեղքող երկրպագությունը, ինքը կհպվես հիվանդին, հիվանդը կբժշկվի, փոփոխություն կլինի, որտեվ դա քո անձի երկրպագությունն էր։ Մենք շատ անգամ գործ չի լինում մեր աղոթքներից, պատասխան չի լինում, ոչ թե որ Աստված է բացակա, մենք ենք բացակա, մեր անհատականությունն է բացակա, որտեղ 2-ից 3 հոգի իմ անունով հավաքվեն, ֆիզիկապես ներկա են, բայց իրականում ես չեմ։ Եվ ասում են հավաքածու է։
Հիսուսի անունով ենք հավաքում, բայց բովանդակություններ իրանք չկան։ Աստված կա, մենք չկանք։ Ես երրորդը, եթե Աբրամ ջան ժամանակը Երրորդը, որ կար Սամուելի, գիտեք, մարգարեն, որպես Սամուել ու որպես Սավուղ, մարգարեացող, Սավուղը մարգարեացող էր, բայց ներսից մարգարե չէր։ Մարգարեանալը լավ բան է, սխալ չհասկանաք, բայց շատ կարևոր է, որ ոչ թե մենակ մարգարեանաս, այլ մարգարե լինես։ Ճշմարիտ մարգարեն գիտի ով է կառավարում երկիրը։ Ինքը գիտի իսկական կառավարողն ով է երկրի։ Նրանք ովքեր ուղղակի մենակ մարգարեանում են, նրանց թվում է երկիրը կառավարում է վարչապետը, հարգում ենք, օրհնում ենք, սխալ չհասկանաք, երկիրը, երբ որ մի բան են չիլնում, ընկնում ենք պանիկայի մեջ։ Ինչ ալնելու, բա որ եթե Ադրբեջանը հարձակվեց։ Շատերիս թվում է կառավարում է փոթորիկը, խնդիրները, պատերազմը, չէ՞, այսինչ երկու հոգի մեծ երկրների կռիվ կանեն, բա մեզ ինչ ալնելու քաշվանք, վախերը գալիս են, ինչի համար մենք չգիտենք ով է կառավարում երկիրը։ Երբ որ Սամուելը խոսում է Սավուղի հետ, ասում է գնա, երբ որ հասնես Աստծո բլուր, այսինքն այդ բլուրն Աստծունն էր այդ լեռը, կտեսնես այնտեղ, որ փղշտացների զորքն է կանգնած, ինչ Աստծո բլուր, եթե թշնամին է հսկում։ Իմ համար զարմանալի է, ոնց կարա Սամուել դու դրան կոչես Աստծո բլուր, եթե տեղ կառավարում է փղշտացների բանակը, զինված։ Միևնույն է։ Բայց ասում եմ միևնույն է, դու կտեսնես, որ գալիս են մարդիկ, ովքեր մարգարեանում ու երգում են։ Սամուելը շատ լավ գիտեր, երկիրը կառավարում են երգող մարգարեները։ Անկախ ամեն ինչից երկում փառաբանում են Աստծուն ու ներսից մարգարե են։ Երկիրը չի կառավարում փոթորիկը, երկիրը չի կառավարում պատերազմը, երկիրը չի կառավարում վարչապետը, իրանք իրանց գործի մեջ իրանց մասն ու բաժինն են անում։ Երկիրը չի կառավարում այն ինչից դու վախենում ես։ Երկիրը կառավարվում է նրանց կողմից, ովքեր ունեն մարգարեական էություն իրանց ներսում, Աստծո հետ հանդիպում եւ անկախ ամենից Պողոսինման բանտում են, թե որտեղ երկում փառաբանում են։ Դրանց նաեւ բնորոշում է այսպիսի անունով Աստվածաշունչը արդարներ։ Տես Աբրահամը երբ որ հանդիպեց Աստծո հետ, մտավ դիսկուսիայի մեջ եւ ինքը գիտե դրա գաղտնիքը։ Ասեց, եթե Սոդոմ Գոմորում 50 արդար լինի, այո, ասես չեմ կործան։ Դրանք էին կառավարում Իհարկե, բայց չկային ցավոք սրտի։ Չկային։ Դու պատկերացնես ինչ է կատարվում։ Ով է կառավարում Հայաստանը։ Հայաստանը կարան կառավարեն փոթորիկները եւ այլն, բայց եթե եկեղեցիները Հայաստանի եկեղեցիները անկախ վիճակից, անկախ ամեն ինչից, Աստծո հետ հպում, Աստծո կրակ ու երգ, փառաբանություն, գովերքել Աստծուն, երկիրը կառավարվելու է այս դաշտից։ Միանշանակ։ Ինչի համար առաջի թագավորը Բենյամինի ցեղից էր։ Ինչի համար ամենաուժեղ առաքյալը Պողոսը Բենյամինի ցեղից եղավ։ Ինչի համար էր այդ ցեղը այդքան ուժեղ։ Գիտեք ինչի համար։ Ովքեր էին իրանց մայրերը։ Սուրբ Գիրքը գրում է, որ Բենյամինի ցեղը կոտորեցին, մնացին 400-600 երիտասարդ, իրանց ասեցին գնացեք տոնա լինելու, աղջիկներ են գալու, օրիորդներ, որոնք Աստծու առաջ տոն անելով պարելու ու երգելու են, իրանց գողացեք։ Բենյամինի ցեղի մայրերը Աստծո առաջ պարող կանայք էին։ Ինչի համար Բենյամինի ցեղն ուժեղ էր, որովհետև հիմքը դրված էր պարող քույրերի վրա, երգող քույրերի վրա։ Երբ որ մենք մեր հիմքը դնում ենք այդ պարի ու երգի վրա, մեզնից թագավորներ կծնվեն, այո, հովնաթաններ կծնվեն, առաքյալներ կծնվեն։ Երբ որ քո ներսը Աստծո կրակի վրա, ինչ էր խունկը կրակի վրա, չէ՞, Հիսուսը կամ Աստծո վերեսին ծնված քրիստոնյան Սուրբ Հոգու կրակի վրա։ Այդ անուշ հոտն Աստծուն հաճելի էր։ Այդ անուշ հոտը կառավարում էր ամեն ինչ։ Խունկն է, խնկարկությունն է կառավարում այս աշխարհը։ Փոխաբերական իմաստով, այսինքն իմ հոգին Աստծո հոգուն կպած, երբ որ անուշ հոտը արձակում, անհնարին է երկիրը լավ վիճակի մեջ չգա։ Ես միշտ այս բանը ասել եմ, չէ, կներես սխալ խոսած։ Ես միշտ այս բանը չեմ ասել։ Հիմա ուզում եմ ասել, բայց իմ զգացողության մեջ է այս միշտ։ Գիտես ինչ է այս երկրի մեջ այդքան թշնամությունները։ Պատճառը եկեղեցիներն են։ Համաձայն եմ։
Լրիվ համաձայն եմ Աբրամ ջան։ Ազդեցություն է թողում ֆիզիկական իրականության մեջ։ Երբ որ եկեղեցիները հասունանան եւ միաբան ոչ թե նախասիրությունների շուրջ, ոչ թե գաղափարների շուրջ, վարդապետությունների շուրջ, այլ Քրիստոսի սիրո միաբանության, որը անտեսանելի է։ Այս երկիրը բուժվելու է։ Այո։ Չեն կռվի իրար հետ։ Ես շատ ուրախ եմ, որ այո, իհարկե Աբրամ ջան, ես շատ ուրախ եմ, որ իմ նման չեն մտածում իմ ախպերները։ Ով ասում որ պիտի իմ նման մտածա, բայց շատ ուրախ եմ, որ մենք միաբան ենք, սիրում ենք իրար, տարբեր մտածելակերպ ունենալով։ Ու հենց ստեղ է որ պետք է էսի լինի մեր Տեր օրհնի Աբրամ ջան, շատ իսկապես էդի կարևոր է։ Ու մենք այսօր նայում ենք այն ինչ որ քաղաքական դաշտում տեղի է ունենում, մեզ թվում է թե էսի իրանք են վատ։ Ես լրիվ համաձայն եմ, եթե եկեղեցին փոխի իր վարվելաձևը, իր մտածելակերպը, ունենա Աստծո հետ հանդիպում, մենք լրիվ ուրիշ մարդիկ կդառնանք։ Մենք կլինենք այնց ոնց Սամուելը ստեղծեց մի հատ երկիր, մի հատ ընթացք բերեց, որ փղշտացները ներսում էին, բայց փառաբանության խմբերը փողոցներով ման էին գալիս։ Փառաբանությունը, մարգարեականը, ամբողջ երկիրը լցված էր դրանով։ Ու շատ արագ ազատագրություն եղավ, փղշտացներին հաղթեցին։ Ինչի համար, որտեվ այդ մթնոլորտը փոխվեց։ Նույնը Հովսափաթի, չէ, փառաբանությունը դրեց առաջ։ Շատ կարևոր է, որ այսօր մենք իմանանք ով է կառավարում այս երկիրը։ Ինչն է այնց գցում պանիկայի մեջ, բա որ ընդդրությունը սենց գնաց, սենց ինչ էականա ով ընտրվեց, փոքրիկ մի հատ մարդ։ Բոլորին էլ հարգում եմ, ամեն մեկս մեր կարծիքը կարանք ունենանք ընտրության վրա, գնանք ընտրելու, բայց գիտեք, իրանք չեն, իրանք փոքրիկ մարդիկ են։ Մեր նման մարդ են, իրանց սխալներով, բաց կողմերով, թերի կողմերով, երկիրը կառավարում է եկեղեցին, կամ լավ, կամ վատ։ Եթե պասիվ է, ոչ մի լավ բան չկա, եթե պասիվ չի, ամեն ինչ լավ է։ Ու հենց սա է, որ այսօր շատ կարևոր է, որ մենք Այո։ Սա երրորդն էր, որ ես ուզում եի ասեի, երկու կետ էլ կա, որ կուզեմ փոխանցեմ Աբրամի եղբայր ջան։ Մարգարեն ագագին կտոր արեց թշնամուն հակառակորդին։ Սավուղը ավելի շատ մտածում էր իր շահի մասին։ Մարդը այն անձնավորությունն է, որ ինքը չի կարա մեղքին նայի, խնդրին նայի ու դա նորմալ տեսնի։ Սավուղը մի հատ թագավորություն էր կառուցել, որի մեջ մեղր ուտողներին սպանում էին, արյուն ուտողներին ներում էին։ Ասում էին ոչինչ լավ, արյունով միսը կերան, հիշում ես Հովնաթանը մեղր էր կերել, չէ՞։ Դրա համար պիտի մահանար։ Մի հատ թագավորություն, մի հատ մթնոլորտ էր ստեղծված, որ մեղր ուտողներին սպանում էին։ Մեղրը սկերել պիտի մահանաս։ Իսկ նրանք, ովքեր արյունը կենթանին հում կարելի ասել արյունով կերել էին անկուշ տագահաբար, թեկուս սովից, իրանց ասում էր ոչինչ լավ թող ապրեն։ Այսինքն սխալ բաներ կար։ Այո, մենք այսօր կարող ենք մեղր ուտողներին սպանենք։ Մարդը գա մի հատ ուժեղ հայտնություն բերի Աստծո շնորհքի մասին, արքայության մասին, մարգարեական դաշտի մասին, մի հատ մեղր բերի հաճելի Աստծո անտառից, ասում անտառում մեղրը վազում էր։ Բերի մի հատ հրաշալի մեղր ուտելու, բայց մարդիկ էսի բան չանեն։ Ասեն չէ, դեմը կտրեն, չթողեն, որ սա հաջողվի, բայց այն որ բերում է սխալներ, բերում է ուղղակի կրոնական բան, մեզ դուր է գալի, որտեղ մենք սիրում ենք դատապարտումը, ու մենք տեղերը խառնել ենք։ Մենք պետք է հիմա լինենք մարդիկ, ովքեր ասում են Տեր, եթե մեղր ես ուղարկել, օգնի մենք ճաշակենք այդ մեղրը, ընդունենք այդ մեղրը, որտեղ սա մեղր է, սա քեզանից է, սա Աստծո խոսքն է, սա Աստծո կյանքն է։ Այստեղ մի հարց կա, շատ բարդ հարց է, անպայման պետք է այս հարցը բարձրացվի, նե։ Հիմա երբ որ այդ մեղրի դեմ են կանգնում, շատերը իրավունք ունեն ասելու, որ իսկ եթե դա թույն է, մեղր չի, քաղցր թույն։ Իմաստը ինչ է, հարցը այսպես բարձր, ինչպես ենք հասկանում այս մարգարեությունը, որտեղ շատ կեղծնել կա ժողովուրդ։ Իհարկե։ Շատ նման է, այնքան նման է իրար, որ տարբերելու լուրջ գիտություն է պետք է։ Երեք մի հատ սիրուն խոսք ասեցիր Սուրբ գրքից։
Նրանք ովքեր հասուն են, նրանց գայարանները վարժված են։ Ոնց կարամ ես իսկապես լինեմ 30 տարվա հովիվ, Աստծո ծառը, Աստծո հետ քայլող մարդ, լավ, հովիվ մի կողմ դնենք, ես 30 չեմ այդքան հովիվ, ուղակի բան ասեցի օրինակի համար։ Ոնց կարամ ես Աստծո մեղրը չճանաչեմ։ Ճաշակեմ ու ասեմ, չէ, էսի ոնց կարամ։ Գիտես ինչ տենդենս կա, sense տենդենս կա, ավելի լավ է մեղրս չուտենք, չգիտենք, թունավոր է թե թունավոր չի։ Մեղրս չուտենք, մեզ այսինքն բան պահենք։ Հենց այդ է կեղծը, Աբրահամ ջան, ես շատ եմ լսել, որ ասում չէ, չարժի ստեղ գնանք, կարող է այս խնդիրն առաջանա, բայց ստեղ գնալը Աստծո կամքն է, ով է ինձ իրավունք տվել այն ժողովրդին, որ ինձ են վստահում, չտանեմ այնտեղ, որտեղ Աստված է ասում, հլնելով նրանից, որ կարող է սխալվեն։ Անապատում սխալվեցին ժողովուրդը, բայց Մովսեսը չէր կարա չտաներ։ Դա էր ճանապարհը։ Պիտի գնային։ Ասեր չէ, Տեր ջան, մենք մնանք Եգիպտոսը միած սիրուն բան սարքենք, մնանք, Աստված կասեր Մովսես հաջող։ Որովհետև շատ ա եղել կեղծիքներ։ Հա։ Ինչ կասես կեղծիքների մասին։ Կեղծիքներ կան ու շատ կան։ Բայց եթե իմ զգայարանները վարժված են, լավ, ես լսում եմ խոսք շնորհքի մասին։ Ես օրինակ մի հատ շատ լավ մի հատ շատ հրաշալի ընկեր ունեմ, դու էլ շատ լավ գիտես, ստեղ եղել է Վարազդատ Բեգզադյանը։ Շատ է քարոզում շնորհքի մասին ու շատ սիրուն։ Ես երբ որ լսեցի, ասեցի, տեսնեմ ինչ է խոսում այս մեր սիրելի եղբայրը։ Իր դասը հետևյալն էր, առաջինը, ինչ չի շնորհքը։ Ինքը սկսում էր դրանից։ Շնորհքը մեղքի ծածկոց չի, էս չի։ Հետո սկսում էր քարոզել ինչա շնորհքը, Աստծո գործը, խաչի վրա, հարություն եւ այլն, Սմարտը քարոզում է այն ինչ իսկապես շնորհք է։ Ինչ է պետք ինձ հասկանալու համար, որ սա կեղծիք չի։ Չէ որ ես էլ եմ ճանաչում, չէ որ ես էլ ունեմ դա այն ներսում։ Լսում ես, հասկանում ես։ Եթե այն մարդը, որ ուզում է ուղղակի իրան դեմը լինի, ինքը կասի կարակեղծիկ լինի, թունավոր լինի ու դեմը փակի։ Բայց եթե այն մարդ ուզում է իսկապես Աստծո շնորհքը իրան մի տեղից մի հատ ուրիշ տեղ տանի, մարդիկ վախենում են ժողովուրդը շարժվի, կրսա կռապաշտություն է ծնում Աբրահամ։ Այսինքն մենք ինչ ենք անում, մենք մի հատ սխալ բանի մեջ ենք, այսինքն ընթացքի մեջ այն իմաստով, որ մենք ընկած կեղծիքներն ենք ման գալիս, փոխանակ որ ճանաչենք ճշմարտությունը։ Իհարկե։ Այսինքն եթե դու ճանաչես ճշմարտությունը, կեղծիքը կհայտնի կլինի։ Այո, շատ սիրուն է, շատ։ Տեր օրհնի։ Իսկապես է ձևը, Աբրահամ ջան, հենց այդ է որ մենք դրա պատճառով կռապաշտություն է ծնվում։ Օրինակ, ասենք Հերոբովամն ասեց ժողովուրդը կարա գնա Երուսաղեմ, չէ, ու թողի ինձ, Հերոբովամը սենց բան ասեց, Բեթելում կուռք դրեց։ Երբ որ մենք վախենում ենք ժողովուրդը քայլանի, գուցե սխալվի, գուցե մեզ թողի, գուցե ուրիշ տեղ գնա, մենք արդեն ստեղ կռապաշտություն ենք սկսել։ Թողենք գնան, ազատ թողենք, մերը չեն։ Տերը տվել է շնորհքի մասին, ինչն է ինձ խանգարում, մի պահ թողեմ արքայության թեման, որ գուցե նորա, մարգարեության թեման, շնորհքի թեման, պարգևների տարբեր թեմաներ, մի հատ ուսումնասիրեմ, ուզենամ ճանաչեմ, այս ծերնակաղն ինչ է ուզում ասի, ոնց Պողոսին էին ասում։ Այսինքն կներես, սա էլ ասեմ, հետո ժամանակը, ինչ ամենս պետք, սկիզբը, ամենասկիզբը հոգևոր կյանքի երբեմն ծուրադրվում սկիզբը, ինչ կասես։ Ավելի շուտ ձգտում ենք մարգարեությունների, եսի մեծ բաների, քան որ ճանաչողության։ Սա հերթականություն է, որ պետք է, առաջին բանը, որ մեզ պետք է, ճանաչողություն, նոր ճանաչողության, նոր մակարդակների վրա հասնել, որի արդյունքում արդեն սկսում ենք զանազանել չարը բարուց, ինչպես այսինքն կերակուրը, կոշտ կերակուրը, որ Պողոս ասում է, նրանց համար է, ովքեր կոշտ կերակուր ուտողների մասին է խոսում այնտեղ, ասում են նրանք միս ուտողների, որոնք սկսում են զանազանել չարն ու բարին, այսինքն խոսքը մի ձևով մեզ զանազանության հոգի է տալիս, այսինքն զանազանության շնորհք է տալիս, դա մեծ բան է։ Շատ Այո, հենց այդ է Աբրահամ ջան, որ ես արդեն եթե զանազանող եմ, ես ժողովրդին կասեմ ազատ եղեք։ Մենք ձգտում ենք ժողովրդին պահել ոչ թե հավատքով, այլ վախով։
Դա չի օգնի։ Դա սարսափելի բան է։ Մենք ենք հենց բանտարկում իրանց վախի մեջ։ Ումա պետք իմ յանի սենց ասած սուրբ պահելը, եթե դրա հիմքը վախն է։ Եղբայր մենք սրբության նախանձավոր ենք։ Իսկ ով չի։ Աստծուց ավել նախանձավոր չլինես։ Հաստատ։ Չէ, դուրը մեղավորների հարբեցողների բարեկամ կոչվեց։ Փարիսեցիք ավելի սուրբ էին իրանց տեսնում Հիսուսից։ Համաձայն եմ ախպերս, Տերը օրհնի, ես կուզեմ, որ մենք բաց լնենք Աստծո հայտնությունների համար, ոչ թե մենակ այն մակարդակի մեջ որ ունենք։ Շատերը շատ սիրուն հայտնություններ ունեն, բայց մենակ իրանց փոքրիկ այդ դաշտի մեջ որ ունեն։ Իրանք կառուցում են երկնաքեր, իրանք չեն տարածվում։ Տարածվելը կարևոր է նոր հայտնության վրա, նոր ճանաչողության վրա գնալը։ Մի հարց եմ բարձրացնեմ, Ժորայր, կարող ենք այսպես խորհել, որ ասենք մեկը մի բան ասել ու շատ խորթ է ինձ համար։ Չշտապեմ իմ կաղապարով փորձեմ հասկանալ դա։ Հաստատ։ Մի հատ անդրադառնամ ճշմարտությանը, մի հատ անդրադառնամ խոսքին։ Կա մի բան, որ դեռ չեմ բացահայտել այդ իմ հոգևոր կյանքի մեջ եւ հենց այդ օտար բանը ինձ համար շատ ավելի կարեւոր է, քան թե ես միանգամից, այսինքն մենք ինչ ենք անում, մենք միանգամից առանց խորելու, որովհետեւ խորան բառը դա չէ, խոհական բառը կա, ողջախոհության բառը կա այստեղ, առանց ողջախոհության մենք միանգամից դիրքավորվում ենք, ինչ-որ պատ ենք կառուցում, հետո հասկանում ենք, որ վայ, եսի ճիշտ է, արդեն չգիտեմ, ուշա թե ժամանակը Աստծո իհարկե ուշ չի, բայց ամեն այս դրա մասին ինչ կասես։ Ես իհարկե հենց էտա, որ ես 2002 թվականին մի հատ կոնֆերանսի մասնակցեցի Թերի Վիրգո։ Ինքը խոսում էր շնորհքի մասին եւ այլն, ինձ համար այդ ժամանակ այդքան ընդունելու չէր։ Բայց ոչ վիճել եմ, ոչ էլ ես մտածել եմ դրա վրա։ Մտածել եմ, տեսել եմ, Տերը խոսել է, մի տարի, 2 տարի անցել է, մինչև ես սա մարսել եմ, ընդունել եմ, իմ սեփականն եմ դարձրել, բայց Աստված օգնելով ես զգացել եմ, որ սա ճիշտ բան է։ Եթե ես չապրեմ Աստծո շնորհքի մեջ Քրիստոսի հավատքով, եթե ես դրանով չապրեմ, ես ուղղակի շարունակում եմ կրոնի վրա, մարդկային գործերի վրա եւ այլն։ Շարունակում եմ ապրել մարդկային քրտինքով, որ Աստված չի ուզում։ Չէ, Գեթսեմանում ասում արյունը ծածկեց քրտինքը։ Ամենամեծ բանը, որ մենք պիտի իմանանք արյան մասին, ինքը մարդկային ջանքը ծածկելը։ Մարդկային ջանքի կարիք չկա, կարիք կա ճանաչելու, հավատալու, քայլելու Աստծո հետ։ Չգիտեմ, կետերը վերջացի։ Կարամ վերջում մի երկու նախադասությունով եզրափակեմ։ Դե լավ, դու ասա, եզրափակի, հետո էլի հարցնեմ, հա, վերջացրա նոր։ Հա։ Ինչն էր հարցը Սավուղի, երբ որ դևը գալիս էր Սավուղին տանջում էր, Սավուղի նպատակն էր ցավից ազատվեր, ոչ թե դևից ազատվեր։ Մենք շատ անգամ իրան հաճելի էր դևը։ Ինքը չէր ուզում դևը գնար, ինքը ուզում էր ցավը գնար։ Ինքը իրայությամբ համաձայն էր դևի հետ, որ Դավիթը պիտի մահանա։ Ինքը չէր ուզում դևը գնար։ Շատ անգամ մենք երբ որ մոտենում ենք Աստծուն, մեր նպատակը մեր ցավերի խնդիրների լուծումն է, ոչ թե դիվայնի հեռացումը։ Ես կարող եմ մոտենամ, որ ցավը հեռանա, բայց չուզենամ նախանձը հեռացնեմ, չուզենամ ատելությունը հեռացնեմ։ Մարգարեն այն անձնավորությունն է, որ կռվում է սրանց դեմ։ Ու ցավն էլ ինստինկտիվ հեռանում է։ Մարգարեն ճիշտ պատերազմ ունի։ Ինքը չի կռվում ցավի դեմ, խնդրի դեմ։ Ինքը կռվում է արմատի դեմ։ Ինքը չի սիրում արմատը դեմ։ Քոքան, ինքը էս ձևի մարդ է։ Ու վերջի կետը, որ կուզեմ ասեմ ու ավարտեմ, յուղը, երբ որ Սամուելը լցրեց Սավուղի գլխին, Սավուղի համար սա նոր արտոնություն ու հնարավորություն էր։ Սամուելի համար պատասխանատվություն էր։ Որ եթե յուղը քո վրա դու պատասխանատվություն ես վերցնում անելու այն ինչ Աստված ուզում է անես, ոչ թե որ քեզ աթոռ է տալիս։ Այդ աթոռը միջոց է, քո նպատակը չի, միջոց պիտի լինի ժողովրդին տանես այնտեղ, որտեղ Դավիթը տարավ։ Բայց սա միայն այն մարդը, Դավիթն էլ իր էությամբ մարգարե էր, ու շատ տեղեր ինքը ասում է, որ մարգարե իր էությամբ մարգարե էր։ Ու սա է, որ ես կուզեմ ասեմ, որ ինչքան ենք մենք կարողանում լինենք մարդիկ, ովքեր իսկապես էությամբ մարգարեն, ձգտում են ճանաչել Աստծուն, մոտենալ Աստծուն, գալիս են Աստծո խորանից, ոչ թե ցավի դեմ են, այլ դևի դեմ են, ոչ թե
Ոչ թե իրանց համար յուղը օծությունը արտոնությունա չէ, տան տղամարդն եմ, տան գլուխն եմ, իմ ասածը պտինի չէ, պատասխանատվությունա գլուխ լինելը, ոչ թե քեզ արտոնությունա ձեռդ սեղանի խփես, այս կողմացեք, այն կողմացեք, էդի չի։ Լուրջ պատասխան։ Այո, պատասխանատվությունա դու ընտանիքի հայր ես։ Ու նույնը եկեղեցում, նույնը ամենտեղ մարգարեն գիտի յուղը, որ եկել է իր վրա, ինքը պիտի լսի յուղին։ Յուղը պիտի իրան յուղի, ոչ թե ինքը յուղը օգտագործի իր շահերի համար։ Մի խոսքով պիտի դառնա, ոչ թե դարձնի։ Այո, ինքը պիտի դառնա, այո։ Երբ որ դառնա, մարդիկ նայելով կուզեն փոխվել։ Այո։ Հենց այս հողի վրա, որտեղ իմ հարցը հենց դրան դառնալու։ Նայ, հունական գաղափարախոսություն կա, հրեական եւ քրիստոնեական, Քրիստոսով։ Հունական գաղափարախոսությունը փիլիսոփայությունն է։ Կա փիլիսոփայություն, լավ ենք զգում։ Հրեական գաղափարախոսությունը նշաններով առաջնորդվելն է։ Բայց Քրիստոս մի նոր բան բերեց։ Տես, ինչ եմ սա ասում, որտեղ մարդիկ սիրում են օրինակ նոր բան լսել։ Սենց, նոր բան լսեն, ինձ նոր բան ասա։ Հույների համար Հիսուսի խաչը հիմարություն էր։ Այդտենց ասում, որտեղ դրա մեջ ոչ փիլիսոփայություն կար իրանց համար։ Օսկարա մեկը խաչի ու ես ինչ որ հավատամ եմ։ Հрьяաների համար գայթակղություն։ Այսինքն եթե Աստված էիր, բախի խաչվեց, հա, սենց։ Մենք նկատում ենք, որ այս սա մտածելակերպ է, մարդկանց կատեգորիաներ են, հա, 3 տարբեր կատի։ Խնդիրը ինչու՞մ է։ Եվ քրիստոնյաների մեջ էլ էս խնդիրը կա։ Ինձ նոր բան ասեք, ես նոր բան եմ ուզում լսեմ, դրանով եմ ես համարում ինձ քրիստոնյա։ Ոմանք նշաններով են փորձում քրիստոնեական կյանքի դոզան պահեն, թույլ այդպես ասեմ։ Այսինքն երազը կա, տեսիլքը կա, հա, հովիվը ինձ ասում է, մեկն է մարգարեացել է, որ ես ես ինչ լավ բան է, ուրեմն դա է ինձ պետք։ Բայց Պողոսը արմատական, այսպես ասա, ռադիկալ փոփոխության նա բերում Քրիստոսի միջոցով եւ սա է մեզ սովորացնում։ Մի նախադասություն կա, որ ասում է Քրիստոսի մեջ մենք նոր արարած ենք, չի ասում նոր բաներ ենք լսում կամ նոր բաներ ենք տեսնում, մենք ենք դառնում նորը։ Ինչ կասես սրա մասին, այսինքն նոր բան որտեղ մարգարեությունը խեմ ես այս հարցը բարձրացնում, մարդիկ կան, որ ես ականատես եմ եղել, իրենք սրանով են ապրում, էսի մարգարեացավ, էս երազը եղբայր ես երազն եմ տեսել, ինչ ասում ինձ, ինչ պիտի անեմ, ոչ խոսքը գիտեն, ոչ խոսքի վրա ուշադրություն են դարձնում, կարևորել չի իրանց համար, իրանց մարգարեացող է պետք, այս տեսակները կան։ Մարգարեական բլոկնոտ ունեն, չէ՞ մարգարեություն։ Եվ դա իրենց ոչ թե դարձնում է նոր, որը շատ կարևոր է։ Եթե քրիստոնյան Քրիստոսի մեջ նոր արարած չեղավ, ինչ ուզում է անի։ Այո, ամեն իհարկե։ Ինքը տեղում դոփում է, այսպես ասած։ Այո։ Ինչ է մեզ հարցը բարձրացնում։ Այ ինչ կասես դրա մասին։ Ես հենց շատ ճիշտ ու տեղին Աբրահամ եղբայր։ Նոր բան լսել թե դառնալ նոր, որն է կարևորը։ Իհարկե դառնալ։ Հիսուսն ասաց, երբ որ Սուրբ Հոգին գա ձեր մեջ ապրի, ինձնից կվերցնի, ձեզի կպատմի։ Ինքը կպատմի մեզի։ Այսինքն իր պատմելը գիտություն փոխանցել չի։ Ինքը այսինքն պատմել ինքը փոխանցում է մեզ այն ինչ մեր մեջ Տերը դրել է, բայց մենք չենք ճանաչում։ Ես ոչ թե կողմ եմ նոր բաներ լսելու, ես կողմ եմ, որ Սուրբ Հոգին Հիսուսից է ինձ պատմում։ Եվ դարձնի Քրիստոսի պատկերին կերպանանանք Քրիստոսը։ Իհարկե, պատկերացնենք սենց քիմիայի դասը ինձ ոսկու մասին սովորեցնում են։ Ես ոսկու մասին ամեն ինչ գիտեմ, քիմիայի, չէ, ասենք սա սովորեցրել են, ես դուրս եմ գալիս նույն աղքատը։ Ինչի համար, որտեղ գիտելիք ունեմ, բայց ոչ մեկ ինձ ոսկին չտվեց, ոսկու մասին ասեցին։ Բայց Սուրբ Հոգին, երբ որ Հիսուսն ասում էր, որ կպատմի, այսինքն ինքը կփոխանցի ոսկին կտա։
Պատկերացրեք, եթե մեզ ամեն քիմիայի դասին 1 կիլո ոսկի տային ոսկու մասին խոսալուց հետո մենք չէինք ուզի մեր դպրոցը բրծեցնեինք, որտեղ ոսկի ենք ստանում։ Մենք կուզեինք էլի սովորեինք, էլի ստանայինք։ Երբ որ մենք Սուրբ Հոգուն լսում ենք մեր ներսում, ինքը մեզ նոր բան չի ասում, ինքը մեզ նոր գիտելիք չի տալիս, ինքը մեզ արժեք է փոխանցում։ Հենց դա նոր բան դառնալն է։ Այո, ինքը մեզ դարձնում է, որտեվ այն ինչ տվեց դա մերն է արդեն, ոչ թե ես եմ, այլ դա է իմ ներսում։ Այսինքն կարող ենք այսպեսի եզրակացություն, եթե ես սիրում եմ լսել մարգարեություններ, եթե ես սիրում եմ Աստծո խոսքը ուսումնասիրել, խոհական մարդ եմ, ցուցիչը սա է, նոր դարձել եմ, թե չէ։ Եթե չեմ դարձել, ուրեմն սուտ էր ամեն ինչ։ Անպայման, ես խաբված մարդ եմ։ Հենց նպատակը դա է, մարգարե եղիր, դարձիր։ Այսինքն, երբ որ դառնում ես, արդեն այո, մնացածը շատ ճիշտ եկած հենց վերնագրի, շատ ճիշտ է։ Հենց նպատակը դա է, Աբրահամ ջան։ Ճանաչողությունը, հիմքը ճանաչողությունն է։ Երբ որ ես Աստծուն ճանաչում եմ, էլ ես չեմ, ինքն է։ Երբ որ ես Աստծո մասին լսում եմ, ես եմ ուղղակի նոր գիտությունով։ Դա չի աշխատում։ Աշխատում է այն, որ ես ճանաչեցի իրան, էլ ես չեմ կարա լնեմ, ես էլ չեմ կարա առաջվան լնեմ։ Արդեն ինքն է։ Ես չեմ կարա 1 կիլոգրամ ոսկի գրպանումս ունենամ ու ինձ էլի աղքատ համարեմ։ Ոնց կարամ ես 1 կիլոգրամ ոսկի կամ չէ, մարդ, այսինքն փոխում է, ինքը դա արժեքն է։ Ամեն։ Եթե ես արժեքն ունեմ երկնքից, ես ուրիշ մարդ եմ։ Ամեն։ Ժողովուրդ շատ շնորհակալ եմ։ Եթե կոչ ունես, եթե մի բան կա կիսատը մնացել, սիրով կլսենք։ Համլերի զրույցը իմ համար էս ընդհանուրի ոնց որ ողնաշարն է, մտեք Աստծո ներկայության մեջ, փորձեք ճանաչել, ուսումնասիրել ով է Աստված։ Մտնել Աստծո ներկայության մեջ դա թե ճանապարհին է լինում, թե կարդալուց է լինում, թե ուղակի աղոթելուց, դու քո ներսում փափագում ես, ոնց սերմը, որ ձգտում էր Քրիստոսին, իրան ջերում էին տեսիլքի մեջ, փափագենք իրան, մոտենանք, ուսումնասիրենք, ճանաչենք, ճանաչողությունը ամեն ինչ կանի։ Ամեն։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, սիրելի Հայր։ Գոհանում ենք քեզանից, Տեր, ամեն ինչի համար, որ դու անում ես։ Շնորհակալ եմ եղբորս համար, իր ընտանիքի համար։ Սիրել Տերես մեծ ծառայության համար, որ եղբայրս ամեն օր մատուցում է Տեր քեզանով, սիրելի Աստված, օրհնում ենք, որ ավելի տարածում ունենա, ավելի ուժեղ, ավելի հզոր ձևով, սիրելի Հայր, մենք օրհնում եմ բոլոր լսողներին, սիրելի Հայր, աղոթում եմ, որ ամեն մեկի կյանքում քո ձեռքը, քո օրհնությունը գործի իրենց ընտանիքների մեջ, որ ամեն կողմից լեցված լինեն, քեզ ճանաչեն, որևէ բանի պակաս չլինի, Տեր։ Ճանաչողության մեջ, հավատքից հավատք, զորությունից զորություն, շնորհքից շնորհք, փառքից փառք գնանք, իմ Աստված։ Նաև աղոթում ենք մեր ազգի համար, ապագա ընտրությունների համար, բերում ենք քո ներկայության մեջ եւ աղոթում ենք, որ քո սրտի մարդը անցնի Տեր։ Ոչ թե մեր ուզածով, այլ քո կամքով, քո ուզածով Տեր։ Շնորհակալ ենք Հայր եւ օրհնիր, որ մենք հասկանանք, որ երկիրը կառավարում է եկեղեցին, որը մարգարեական ու երկող, այսինքն գոհացող ու փառաբանող հաղթական եկեղեցի է։ Շնորհակալ ենք Հիսուսի անունով։ Ամեն Աստված։ Ժողովուրդ, Հարտիրոս քո համար, շնորհակալ եմ այս խոսքի համար, կարևոր խոսքի համար։ Ես էլ եմ շատ։ Եվ կուզեմ մեր քույր եղբայրներին այս վերնագրից նորից հնչեցնել այս վերնագիրը։ Դարձեք ձեր սեփական մարգարեն։ Ամեն։ Ինչ լավ խոսք է, չէ՞։ Շատ։ Չէ, մտածել ուզում եի ուղղակի վերնագիր, բայց իրոք եղիր մարգարեն քո համար, ամենակարևորը դա է։ Այո, աղոթքի ժամանակ երբ պատահել է, որ ասել եմ, այսինքն եկեղեցիներում ծառայության, երբ որ աղոթքի ենք, ասել եմ, փորձիր մարգարյանալ ինքդ քո վրա։ Աստծո խոսքով։ Ամենալավ մարգարեությունն է։ Հովհաննեսն ասում էր, օծությունը ներսից ձեզ կսովորեցնի։ Եթե դա է մարգարե։ Այո, հենց այդ է, որ դու արդեն իրանից սովորում ես ու նոր կարաս դու էլ ուրիշի համար։ Այո։ Մի տեղ էլ ասում եմ, եւ Աստված ներգործում է մեր մեջ կամենալ եւ անում ինչ է դա, եթե ոչ մարգարեություն։ Այո, փոքր բաների մեջ հավատարիմ լինենք, հետո կտեսնես Աստված ավելի մեծ բաներ կտա։ Մարգարեական ծառայություններ եւ կարևորը, ամենակարևոր բանը սա է։ Գնանք եւ քարոզենք երկնքի արքայությունը։
Ամեն։ Շնորհակալ եմ եղբայր, Տեր օգնի քեզ շատ զորացած։ Ես շատ շնորհակալ եմ աղբերս։ Պատխաբեր եւ հաջողված եղիր ժողովուրդ։ Ամեն։ Քուրեր եղբայրներ սիրում են ձեզ շատ, մնացեք խաղաղությամբ եւ առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանանաթա, Տերը շուտով գալու է։